Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 12-րդ անգամ անցկացվեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը։ Կուզեի շնորհավորել և շնորհակալությունս հայտնել բոլոր ուսուցիչներին, այս երեխաների, մասնակից բոլոր երեխաների ուսուցիչներին, որոնք հսկայական աշխատանք են տարել և դա երևում է, և ուսուցիչների հետ միացնենք նաև ժյուրիի անդամներին, որովհետև շատ դժվար աշխատանք են ունեցել, ես հասկացա, որպեսզի կարողանան գտնել լավագույնից լավագույնին։ Նախագիծը ոչ միայն միավորում է հանրապետության ստեղծագործ պատանիներին, այլև հնարավորություն է տալիս դրսևորվել։ Ամեն տարի մրցույթին մասնակցում է 2 տասնյակից ավելի երեխաներ։ Մասնակիցների կրտսեր խումբը մինչև 13 տարեկան է, իսկ ավագը 14-ից 18 տարեկան պատանիներ։ Այս 12 տարիների ընթացքում ահագին երեխաներ կարողացել են անցնել շեմը, դառել են լաուրեատ և որոշ երեխաներ արդեն ավարտել են կոնսերվատորիա և բավական մեծ հաջողություններ են։ Շատ կարևոր է, որ մենք ունենք շարունակողներ, որոնք ավանդույթների համաձայն կարողանում են շարունակել հայ կոմպոզիտորական դպրոցի գործը։ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթի ստեղծման գլխավոր գաղափարը պատանի կոմպոզիտորներին աջակցելն ու նրանց հետաքրքրությունների շրջանակն ընդլայնելն է։ Մրցույթի ընթացքում հյուսվում են ստեղծագործություններ, որոնք կոմպոզիտորական համայնքի ներկայացուցիչներին ու երաժշտասերներին ապացուցում են։ Այսպիսով, պատանի կոմպոզիտորները հստակ քայլերով ձևավորում են ապագայի մեր սպասելիքները։ Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի հիացած եմ։ Սա խոսում է այն մասին, որ մենք հրաշալի սերունդ ունենք, մեր գալող սերունդը ֆանտաստիկ տաղանդավոր է և դա արտահայտվում է նրանց ստեղծագործություններով, առավել ևս երբ երեխաները սկսում են մտածել և ստեղծագործություններ գրել նվիրված հայրենիքի մասին, երկրի մասին, ստեղծագործում են մեկը մեկից լավ, մեկը մեկից գեղեցիկ, այնպես որ ուրախ եմ, որ կարողանում ենք ստեղծել նման հնարավորություն մեր երեխաների համար։ Սա Հայաստանում լավագույն մրցույթներից է, որը մեծ հնարավորություն է ստեղծում փոքրիկ երաժիշտների համար, և ես ինքս հպարտ եմ շատ, որ իմ բալիկը ևս մասնակցում է և կգնահատվի այնպիսի ժյուրի կողմից, որտեղ բացառապես պրոֆեսիոնալներ են։ Երաժշտագետ Աննա Ասատրյանն այս մրցույթը կոմպոզիտորների միության վերջին տարիների լավագույն ձեռքբերումներից մեկն է համարում։ Պայմաններ են ստեղծվում, որպեսզի մեր բալիկները 9 տարեկանից 8 տարեկանից սկսեն ստեղծագործել իրենց դասատուների ղեկավարությամբ, որ բացահայտվի նրանց ստեղծագործական ձիրքը։ Թե հետո այս 20 երեխաներից ովքեր կդառնան կոմպոզիտորներ, ժամանակը ցույց կտա, բայց պարտադիր չի, որ բոլորը դառնան։ Ուղղակի սերը երաժշտության հանդեպ դա շատ կարևոր է։ Հիացած եմ մեր բալիկների ստեղծագործական կարողություններով ու ամենագլխավորը նրանց նվիրումով։ Ինձ համար շատ կարևոր էր, որ երեխաների ճնշող մեծամասնությունը նաև իրենք էին կատարում իրենց ստեղծագործությունները։ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթում հաղթել են Արմեն Հովհաննիսյանն ու Սյուզաննա Աղամալյանը։ Մշտապես բարձր պահել հայ երաժշտարվեստի նշաձողը։ Թերևս սա է միրզոյանական մրցույթի ամենակարևոր ուղերձը։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։